Ինչպես կհակազդեք Հայկ Կունջոյանի երեկվա տարածած հայտարարությանը, որ 18 թվականի հունիսի 4-ին Դաշնակցությունը ինքն է հաշտության պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, եւ դուք հիմա մեղադրում եք իրենց հաշտության ցանկության համար։ Մենք մեղադրում ենք իրենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։ Մենք դրան ենք մեղադրում։ Որևէ մեկը, որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ adekvatների մասին եմ խոսում, Հայաստանում չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ որևէ ուժի։ Երբեք չի եղել նման մեղադրանք Հայաստանի ոչ նախկին նախագահներին, ոչ ներկաներին մեղադրանքային չի, որ ինչու եք բանակցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մեղադրանքային է ինչու եք իրենց բոլոր նախապայմանները կատարում, ինչու եք միակողմանի զիջումներ իրականացնում, դա է մեղադրումը։ Ես իմ ելույթում առիթ ունեցել եմ անդրադառնալ ու բացարձակ անտեղի ու վիրավորական են համեմատությունները, որ իշխող ուժը անցկացնում է Առաջին հանրապետության հիմնադիր այրերի հետ։ Եթե հասարակ մարդու պարագայում, ով հանցանք չի գործել, որևէ գործելավոճ կասկած չի առաջացնում, մարդը, ով օրինակ ծանր հանցագործության մարդասպանության համար դատվել է, 10 անգամ էլ գողություն է իրականացրել, այդ նույն արարքը հիմնավոր կասկած է ծնում։ Այսինքն տարբեր են այդ մարդկանց անցած հետագծերը եւ նպատակները ամենակարևորը։ Բայց թույլ տվեք երրորդ կետին էլ անդրադառնալ, որ ձեր հարցում չկար, բայց այդ կոնտեքստում հնչում է Թուրքիայի հետ բանակցությունների եւ հարաբերությունների հետ մեղադրանքներին ուղղված դաշնակցությանը։ Եթե մեզ մեղադրանքը այն է, որ Թուրքիային ամենալավ ճանաչող ուժն ենք եւ ամենաշատ իրենց հետ աշխատած, այո, դա այդպես է, դա պատմության բերումով է, որտեղ նաեւ 135 տարվա պատմության ուժ ենք եւ գործել ենք Օսմանյան կայսրության տարածքում։ Այդ են մոռանում ասել, որ 1914-ին, 12-ին, 1906-ին Հայաստանի անկախ հանրապետություն չկար։ Եվ այո, աշխատել ենք ու մեր դասերը ստացել ենք։ Այդում որ մեղադրում են, ում հետ որ համագործակցել ենք, հետո նեմեսիս ենք իրականացրել իրենց դեմ։ Դա մոռանում են, չգիտես ինչու նշել։ Եվ այդ պատմության դասերը մենք ստացել ենք նաև դրա համար ենք ասում, որ շատ լավ ճանաչելով են ապտերներին, ում հետ իրենք հիմա բարեկամություն եւ եղբայրություն են զմանել, որ իրենց նպատակները այն չեն, ինչ հայտարարում են։ Բայց ամեն պարագայում դաշնակցություն երբեք հանդես չի եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու տեսակետից։ Եթե մենք վաղը լինեինք իշխանության, բանակցելու էինք բնականաբար, օրինակ դեմ չէինք լինելու, որ Թուրքիայի հետ հենց հաջորդ օրը կնքվի փաստաթուղթ, որը ասում է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են, սահմանները բացվում են եւ երկու երկրների միջև հարաբերությունները պիտի կարգավորվեն եւ խնդիրները միջազգային իրավունքի նորմերի սահմաններում։ Մենք օրինակ դրան երբեք դեմ չենք եղել, բայց առանց նախապայմանների Այդ եմ ասում, բայց գաղտնի նախապայմաններով, երբ որ Թուրքիան մեր համառոթային տարածքը փակում է, որ Երևանում արձան է դրվում, երբ որ ասում է սահմանադրությունը պիտի փոխես, ես կողմ եմ Ադրբեջանի պահանջին, երբ որ ասում է Արցախը պիտի ճանաչես Ադրբեջանի կազմում, էս ու անում ես դու այդ ամեն ինչը, ու ասում ես ես խաղաղություն եմ բերում, այս սրան ենք դեմ։ Հայաստանում որևէ ես adekvat քաղաքական գործիչ ուժ չգիտեմ, որ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններին, դա ՔՊԻ-ի միֆն է, բայց մենք իրենց ասում ենք, որ դուք չեք բանակցում։ Դուք չեք բանակցում։ Դուք կատարում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախապայմանները։ Այ դրան ենք դեմ։